Բարև ձեզ։ Այսօր կզրուցեմ պատմաբան Վահե Պողոսյանի հետ։ Բարև ձեզ Վահե, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Բարև Սոնա։ Վահե, կարծում եմ քչերը գիտեն, որ Սուդանում հայեր են ապրել, հայ համայնք է եղել եւ նույնիսկ հայկական եկեղեցի։ Եվ դուք, ինչպես գիտեմ, ուսումնասիրում եք համայնքին առնչվող պատմությունները։ Ինչու եւ ինչպես սկսեցիք։ Ինչու, որովհետեւ իմ ընտանիքը սուդանահայ են։ Իմ մայրիկս Խարթում ծնած էր, իմ մեծ մայրս Մալաքալ ծնած է, որ հիմա South Սուդանի մեջն է։ Եվ երբ որ պատերազմը սկսավ 2023-ին, ես տեսա, որ պետք է գար, որ հայկական պատմության հայ սուդանահայ պատմությունը պահպանվի։ Եվ ես սկսա ասնախակիցը, որպեսզի իրենց ժառանգը եւ պատմությունը պահպանվի։ Ինչ գիտեք ընդհանուր առմամբ հայ համայնքի մասին։ Հայկական համայնքը հանդեղ պաշտոնական կսկսի 1899 թվականին, երբ որ բրիտանական կայսրությունը քրավեց Սուդան, իրենց հետ կացած էին հայկական վաճառականներ, որովհետև որտեղ որ բրիտանական կայսրությունը կա, պետք է գա վաճառականության եւ նոր ձևի բիզնեսներ։ Եվ հայերը կացած էին հանդեղ ընդհանրապես Եգիպտոսեն, կամ Եգիպտոսի ջամփով, եւ համայնքը շատ փոքր էր առաջին տարիներուն, բայց ցեղասպանությունն վերջ, երբ որ քաղաքականները սկսան գալ, իրենց թիվերը շատացան եւ քրեթե 1960-ական թվականներով վերջ թիվը հասավ մոտավորապես 1000 հայ եւ այն ադենվնե մինչեւ հիմա դժբախտաբար շատ քաղաքական խնդիրներ եղած են երկիրում եւ հայկական թիվը քիչսերը մինչեւ այսօր որ հայկական թիվը քրեթե 0 է։ Այսինքն հայեր չկան այլևս Սուդանում։ Ինչպես որ ես կհասկանամ, 1 կամ 2 հատ հայ կա, բայց Խարթում, որը երկրի մայրաքաղաքն է եւ Խարթումն է որ հայկական համայնքը կենտրոնացված էր, հոնդեղ հիմա հայ չի կա։ Եվ դուք հիմա Հայաստանում եք ինչ փնտրելու։ Կան հայեր այստեղ, որ տեղափոխվել են Սուդանից Հայաստան։ Հա, 3 տարբեր տեսակի կան։ Առաջինը հայրենադարձ հայեր էին, որը սովետի ընթացքին եկան Հայաստան եւ անոնք եկած են նկարներով, պատմություններով, իհարկե այդ սերունդը, որ այսինքն մեծ էին այն ադեն, հիմա չի կան։ Սա մեկ խումբ է։ Ուրիշ խումբ կա սուդանահայեր, որ այսինքն վերջին 20-30 տարվա մեջ հոստեղ տեղափոխված են։ Եվ վերջինը, այսինքն անոնք, որ հիմակվա պատերազմի վերջ հոստեղ եկած են, այսինքն իբր քաղաքական կամ որ ավելի լավ կյանք գտան։ Եվ այսինքն հանդիպում եք այդ հայրենադարձված հայերին, լսում եք նրանց պատմությունները։ Հա, այդ ամենը գնեմ եւ նույն ժամանակին էլ հոստեղի արխիվները կուսումնասիրեմ։ Օրինակ, հոստեղ Հայաստանի մեջ կա սփյուռքահայ թերթերու արխիվ եւ հոնդեղ կարող են գտնալ սուդանահայ պատմություններ կամ նկարներ, որպեսզի իրենց ժառանգը պահպանվի, որովհետև դժբախտաբար Խարթումի գացությունը հիմա շատ վատ է, շատ սուդանցիներ եւ սուդանահայներ, որ իրենց դան մեջ ունեին նկարներ, ունեին ապրանքներ, Rapid Support Forces-ը արած են իրենց մեջ կամ կողսեր են կամ հայրած են։ Եվ քանի սուդանահայ եք արդեն հանդիպել Հայաստանում այս ընթացքում։ Ասենք շատ են նրանք, թե։ Այսինքն եթե ամենը ընդհանրապես ցնենք այդ 1 TV մեջ կելա 4 կամ 5 Օրինակ այսօր խոսեցա Գաբրիել Վարդապետ Սարգսյանի հետ, որ ինքը Խարթումի վերջին կամ Սուդանի վերջին հայկական վարդապետն էր։ Սա ադիգա ինքը սուդանահայ չէ, բայց նույն ժամանակին հետազոտության համար կարևորություն կա։ Ինչ պատմություն կառանձնացնեք այս ամբողջ ուսումնասիրությունների մեջ, որ հանդիպել եք մարդկանց, ինչն է ձեզ ավելի տպավորել, ավելի ցնցել այս պատմությունների մեջ։ Կարծեմ ընդհանրապես մեծ պատկամը այս պատմությունից որ այսինքն հայը միշտ ձև կգտնա կյանք ունենալու աստարբեր երկիներու մեջ։ Այսինքն Սուդանը շատ հեռու է, Սուդանի մշակույթը տարբեր է, Սուդանի գրոնը տարբեր է, բայց նույն ժամանակին որտեղ հաց հոնդեղ կաց եւ հայը սորված է, որ ինչպես կարող ենք ապրել այս երկիներու մեջ եւ ավելի կարեւոր որ մենք հայերս կամ քոնե սուդանահայ պատմությունը գցեցնե որ մենք այսինքն as multicultural կյանքի մեջ այսինքն կարող ենք հաջողել մենք կհարկենք տեղացի ժողովրդին, կհարկենք տեղացի գրոնին, կհարկենք տեղացի մշակույթին եւ անոնքալ մեզի կհարկեն եւ մեզի տեղ տված են որ հաջողենք Սուդանի բես երկրի մեջ։ Իսկ եթե խոսենք դժվարություններից, ինչ դժվարություններ են նրանք կրել, թե նախքան 2023-ի պատերազմը, թե դրանից հետո կամ մարդիկ ովքեր տեղափոխվել են Հայաստան այդ ճանապարհին ինչ դժվարություններ են ունեցել։ Կարծեմ դժվարությունները կսկսին 1969-ին երբ որ Սուդանը բրիտանական կայսրության մեջ էր, ընդհանրապես հայերը լավ պաշտոն ունեին, որովհետև այսինքն բրիտանական կայսրությունը ռեյսիստ էր, այսինքն անոնք գնահրընտրեին հայերուն իբր քրիստոնյա եւ իբր ջերմակ իրենց տեղ տալ, քան թե տեղացիներուն։
So այդ ձևով լավ վաճառական եւ իհարկե մենք լավ աշխատենք եւ ինչպես էսի կհարկենք տեղացի մշակույթին։ Հետո անկախությունեն վերջ հայերը դարձան սուդանցի քաղաքացի եւ հիմա շատ շարք հայեր կան, որ սուդանահայ, որ պիտի ասեն անասուդանի, այսինքն ես սուդանցի եմ եւ հայ եմ իհարկե, բայց այսինքն անոնք կտեսնան ինքզինքը իբր սուդանցի ալ։ Հետո 1969-ին հեղափոխություն եղավ Ջաֆար ալ-Նեմերի հեղափոխությունը եւ ադոր մեջ եղավ nationalizations եւ սկսան բիզնեսներ առնել այդ դարբեր մարդոց մեծ ձեռքերն եւ ադոր մեջ ալգային հայկական բիզնեսներ եւ շարք հայեր, այսինքն հայերու շատերը տեսան ասի եւ ասին որ հիմա ժամն է որ այլանք։ Հիմա հետո այդ հեղափոխությունը քիչ փոխվավ, շատ հայերը մնացին եւ իրենց հարուստ մշակութային կյանքը շարունակեցին Խարթումի մեջ, բայց այդ թվականներին մինչև հիմա կամաց հայերը սկսան ելալ։ Հետո 1990-ական թվականներուն շատ խիստ իսլամական dictatorship մգար Ամար ալ-Բաշիրի այսինքն պատասխանատու ներատոր եւ հոնդեղալ կյանքը դժվար է քրիստոնյաներու համար։ Իհարկե ժողովուրդը թեր կհարկեր քրիստոնյաներուն, բայց կառավարությունը կամ պետությունը կտնեին հայերու ճնշման տակ։ Եվ մեկ օրինակ մասոր հայկական ակումբն է։ Խարթումի հայկական ակումբը թարերով, ոչ թարով, դարիներով հայկական կյանքի կենտրոններ եւ հոնդեղ կային մարզանքներ եւ միջոցառումներ, ցերնարգներ, հայտնի դեր է սուտանական society մեջ Խարթումի օտարներու եւ Խարթումի ավելի բարձր տասագարքի սուդանցիներու հետ, որովհետեւ հայերու թիվը քիչ շատ ձեր dictatorship-ը Ամար ալ-Բաշիրի dictatorship-ը ադիգա խելաց հայերու ձեռքերեն եւ հիմա ադակումբը հայերու ձեռքը չէ եւ ուրիշ բաժարով կկործածվի։ Ինչպես նշեցիք այդ իսլամական բռնապետության տարիներին եղել են հայեր, ովքեր կրոնափոխ են եղել։ Մեկ բամուչումը կա հստակ որ շատ, այսինքն հայերուն պետք է հպարտություն մփերը, ասիգա Զարուհի Սարգսյան, ինքը Սուդանի առաջին գին բժիշկուհին էր։ Ինքը հայեր, գես հայ, գես սուդանցի եւ հետո ինքը ամուսնացավ սուդանցի հետ եւ կարծեմ փոխվեցավ դեպի իսլամ կրոնը, բայց նույն ժամանակին հայկական քաղուտը, սուդանահայ քաղուտը եւ սուդանցիները շատ հպարտ են Զարուհի Սարգսյանով։ Եվ հիմա երբ հանդիպում եք մարդկանց, ինչպես եք վավերագրում այդ պատմությունները։ Վերջում ինչ տեսք է ունենալու այդ ամենը։ Հիմա ինձ համար կամ մեր համար նախագիծը կարևոր է, մենք կսենք որ մալտիմեդիա նախագիծ է։ Հիմա ես երիտասարդ եմ եւ ես գիտեմ որ երիտասարդները շատերը չեն կարդալ քիքեր, ինչպես որ գնայինք 30 կամ 20 տարի առաջ։ Սա մեր համար կարևոր է որ as նախագիծը ներկայացնենք ձևով որ ամեն խումբի համար կարող է հետաքրքրել, այսինքն համելա Instagram Reels, անոնք որ միայն մեկ վայրկյան վիդեո կուզեն դիտել, կամ էլ հոդվածներ մեր գայքիչի վրա, կամ էլ ավելի երկար վիդեոներ, կամ էլ նկարներով ցուցահանդես, ինչպես հրած ենք Ամստերդամ եւ Լոնդոն։ So as դարբեր մուլտիմեդիայի ձևերով կփորձենք աշխատել, որպեսզի ամեն մարդ կարող է ասպամությունները իմանալ։ Եվ ինչ վերջնաժամկետ ունեք ձեզ համար, այսինքն երբ արդեն պատրաստ կլինեն այդ մուլտիմեդիա նյութերը։ Հիմա արդեն կսկսած ենք, այսինքն մեր գայքիչը կա sudanahai.com, social media-ն կա @sudanahai on Instagram, Instagram-ը մեր ավելի կգետրոնանանք ադոր վրա, եւ հոնդեղ այսինքն մեր հայտարարությունը կամաց կներկայացնենք այս տարի եւ մյուս տարի եւ ինչպես որ հետադարձությունը վերջանա։ Այսինքն դրանք պարունակում են լուսանկարներ սուդանահայերի մասին, փաստեր։ Հա, լուսանկարները շատ կան։ Ես ասիգա սորվեցա նախագիծի միջոցով, որովհետև Սուդանի առաջին կամ Խարթումի առաջին լուսանկարող ստուդիոները հայեր էին, կամ Քազանջան, կամ Քարաքաշյան, կամ քանի մահատգային, եւ այդ բաժարով, երբ որ այսինքն հայերը շատ նկարարած էին, եւ որովհետև մենք քաղցեցինք Սուդանեն, նկարները շատերը դուրս բերած են։ Հիմա Սուդանը ինչպես էսի Խարթումի մեջ շատերը իրենց նկարները գործունեացած են, պատրաստի բաժարով, բայց որովհետև քաղցեցինք մենք հսկայական թիվով լուսանկարներ բահած ենք Սուդանի կյանքին, բայց նույնիսկ սուդանահայ կյանքին։ Դուք նշեցիք, որ նաև Ամստերդամում եք ցուցադրություն ունեցել, այսինքն տարբեր երկրներում եղել եք, այնտեղ ինչ որ ուսումնասիրություններ կատարել եք կամ այնտեղ ինչ որ սուդանահայեր բնակվում են, թե ոչ։ Ամստերդամ չէ, բայց այս մյուս տեղերը այո։ Օրինակ, նախագիծի առաջին տեղը, որ սկսանք, Քայրը է։ Քայրը իհարկե սուդանցի քաղաքականները շատ թիվերով մեծ թիվով կացել են Քայրը եւ նույն ժամանակին պատմության մեջ Սուդանի քաղուտը միշտ կապված էր եգիպտական քաղուտին, ինչպես որ հիմա է։
շատ շնորհակալ եմ Փարաքորձական միության քայրը, որ ցկեցին ինձ, որ իրենց արխիվները ուսումնասիրել Սրբազան Աշոտը քայրեի մեջ շատ օգտակար եղած են նախագիծին եւ Եգիպտոսեն վերջ, հետո Անգլիա ուսումնասիրեի հոնդեղի կառավարական արխիվները եւ Դարմ համալսարանի Սուդան արխիվները, որ հոստեղ ամեն տեղերը հայերու վրա հետազոտություններ կան։ Բայց իհարկե այդ հետազոտությունը ամբողջ պատմությունը չի բացատրել։ Եվ ադոր համար ես հալ գխոսեմ սուդանահայներու հետ։ Ես կուզեմ իմանալ իրենց կյանքը ինչպես է, իրենց զգացումները ինչպես են, անոնք ինչպես կզգան իբր հայ այնքան հեռու Հայաստանեն։ Ադոր համար այսինքն կփորձենք ավելի լայն ձևով ուսումնասիրել հարցը։ Որն է ձեր թիրախը եւ որն է հիմնական գաղափարը, նպատակը այս ամբողջ նախաձեռնության։ Այսինքն միգուցե դրանք երիտասարդներն են, որոնց ցանկանում եք ցույց տալ, թե ինչ ճանապարհ են անցել հայերը, հատկապես սուդանահայերը, ինչ եք փորձում նրանց ասել այս ամենով։ Կարծեմ քանի մի բան գահոս առաջինը այն է, որ մենք հայերս սիրենք կամ չսիրենք, մենք Սուդանի մեջ քաղաքական ենք։ Այսինքն քաղուտը ընդհանրապես եկավ ցեղասպանությունն վերջ։ Մենք քաղաքական ենք իրենց երկրի մեջ եւ հիմա Սուդանը դժվար եւ սև օրեր կտեսնա եւ անոնք քաղաքական են շարք մի երկրներու մեջ եւ կարծեմ մեկ նպատակ է որ գուզեմ որ հայերը իմանան որ այսինքն թող լավ աչքով նայենք անոնց որտեւ անոնք մեզի հյուրասեր են եւ թող մենք հալ հյուրասերելանք նրանց երկրորդ կարծեմ ասկա սփյուռքի պատմության թեմա է հիմա Սուդանահայ պատմությունը շատ այսինքն յուրաքանչյուր եւ հատուկ բան է եւ կգարձեմ որ այսինքն հայկական աշխարհը ոչ թե միայն մեկ հայկական աշխարհ է այլ հայկական աշխարհները Սուդանահայ կյանքը ամբողջովին տարբեր է սովետի հայկական կյանքեն կամ չեմ գիտեր Բարսկաստանի հայկական կյանքեն բայց ինձ համար ասիկա հարստություն է ոչ թե դգարություն եւ ասիկա պետք է նայենք եւ ուսումնասիրենք եւ այսինքն ավելի իմանանք աս հայկական աշխարհներու մասին եւ հարգենք մեկ մույսին աս տարբերություններով վրա ոչ թե միայն նմանություններով վրա Եվ կարծեմ վերջինը կամ եւ ավելի ամենակարևորը այդ է որ Սուդանահայ ժառանգը պաշտպանենք։ Ինչպես ասի, երբ որ նախագիծը սկսա շատ բան չի գար on-line կամ քիրքերու մեջ կամ մեկ-երկու հատ բան գար, բայց շատ բան չի գար։ Եվ հիմա ինձ մտահոգ է որ եթե աս նախագիծը չլար, մեր ժառանգը կգործնվեր եւ չենք կարող աս պատմությունը շարունակել քալ սերունդներու համար։ Եվ աս պատմությունը միայն մեր պատմությունը չէ, իբր հայ կամ Սուդանահայ, այլ սուդանցիներու պատմությունը։ Եվ սուդանցիները շատ մեծ ձևով հարկած են եւ օգնած են աս նախագիծը որ առաջանա։ Քանի որ մինչև այսօր մենք ունենք բավականին մեծ սփյուռք, տարբեր երկրներում սփյուռքահայ համայնքներ, ինչով է կարևորում այս պատմությունների ներկայացումը հատկապես սփյուռքում բնակվող հայերի համար։ Ինչպես նրանք կընկալեն այս ամենը։ Like սփյուռքահայերու համար այս նորեն հպարտությունը, որ այսինքն ասանք Սուդանի պես երկրի մեջ որ հերու է եւ կյանքը շատ տարբեր է հայերը ձևով ունեցած են բարձր տեղ, բարձր մակարդակի կյանք եւ հաջողած են երկրի մեջ։ Սա սփյուռքի համար կարծեմ հպարտություն է։ Այսինքն մենք սփյուռքահայները շատ անգամներ գուրախանանք իմանալով թե մեր սփյուռքը որքան հարուստ է եւ որքան լայն է։ Սա սփյուռքի համար կարծեմ հպարտություն է իմանալով որ Սուդանի մեջ կան հայեր։ Եվ դուք միայնակ եք այս նախագիծը իրականացնում թե խումբ ունեք։ Իսկապես ես չեմ կարծեմ միայն իմ նախագիծս է։ Ես միշտ կսեմ որ մեր համայնքի նախագիծն է։ Լոնդոնի համայնքի։ Չէ, Սուդանահայ համայնքի։ Սուդանահայ համայնքի։ Այսինքն Սուդանահայ համայնքը մեծ չէր, այսինքն 1000 հոգի այնադեն եւ հիմա ավելի բզդիկ եւ ամենքս մեկ մույսին ծանոթ ենք, այսինքն ես կհիշեմ բզդիկ տարեքին մեր ընտանեկան հավաքույթները մեզ մայիս տունը եւ ամենը Սուդանահային եւ այսինքն ընկերներ կամ ընտանիքի ընկերներ կամ բարեկամներ, սա փոքր համայնք ենք եւ երբ որ նախագիծը սկսա միայն կարող է ինել իրենց օգնությամբ եւ անոնք ամենալ օգտակար եղած են, ամենալ փած սիրտով օգնած են ինձի եւ հյուրասեր եղած են, մեկ մույսի հետ խոսած են, ասած են պետք է վահի հետ խոսիս կամ պետք է իրեն նկարները տաս, աշխարհի 4 կողմ եւ սուդանահայներով հետ խոսած են, որտեւ մեկ մույսի հետ կխոսեն եւ ամենալ հպարտ են աս նախագիծով։ So աս նախագիծը, այսինքն ես չեմ զգար որ իմ նախագիծն է, այլ սուդանահայ համայնքի նախագիծն է։ Հիմա ադոր մեջալ կան մարդիկ որ ավելի շատ կօգնեն իհարկե, կամ էլա սուդանահայ, կամ ոչ սուդանահայ, փախտավոր են որ լեցուն ընկեր ունեցած եմ, որ առաջին օրվանե ինձի օգնած են, եւ քայրեի մեջալ բզիկ խումբ կա, եւ մասնավորապես կուզեմ ասել մեկ աշխատողի անուն, Ֆաթմա Սալեն, որ կորզընկերս է, ինքը սուդանցի համալսարանի աշակերտ է, որ թշփախտապար քաղաքական
եղած է թեպի քայրը եւ ինքը շատ գսիրե հայկական բամությունը Սուդանի մեջ, որովհետեւ պետք է հիշես, որ նոր սերունդի համար հին սերունդը կհիշեն հայերը եւ կհիշեն Խարթումի ցանկը, երբ որ դարբեր խումբեր եւ ազգեր կային հոն, բայց նոր սերունդի համար, Սուդանցի նոր սերունդի համար ասիկա նորություն է եւ իրենց երգիրը, որ հիմա շատ դժվար օրեր կդեսնա, անոնք կնային սուդանահայ պատմությունը հպարտությունով եւ կհիշեն թե իրենց երգիրը ինչպես ձևի կյանք ուներ, որ նոր սերունդը միայն տեսած է պատերազմ եւ դժվար օրերն ընդհանրապես։ Իսկ ձեզ Հայաստանում ինչ որ կառույցներ աջակցում են, որպեսզի կարողանա կամ ինչ որ ձևով ուղղորդեն ձեզ, որտեղ կարող եք ինչ որ արխիվային նյութեր գտնել կամ հենց սուդանահայերի գտնել։ Հայաստանում այո, բան National Library, այսինքն ազգային քրադարանը գոքն է, National Academy-ան շատ օգտակար եղած է եւ կուզեմ հոստեղ նշել Պատմապան Արզի Բաքչինյանը, որ ինքը հետազոտություն արած էր Սուդանի վրա, այսինքն ինքը սկսած էր այդ հայրենադարձներու հետ խոսել եւ թերթերու մեջ նայել, բայց Հայաստանեն դուրս պետք է նշեմ Քալուս Գուլբենկյան Foundation-ը, որ հովանավոր է այս պրոջեկտը, ինչպես ասի փորակորձական միությունը քայրը, հայկական եկեղեցին Եգիպտոս եւ այլ տեղեր, եւ հետո մենք տարբեր քաղաքներով մեջ երբ որ ցերնար գնենք իրենց, այսինքն մենք կփորձենք համակորձակցել տեղացի կազմակերպություններով հետ, so Լոնդոն համազգային Լոնդոն, Amsterdam Moving Matters եւ հիմա դեկտեմբերին Բերլինի մեջ երկու ցերնար գունենք AKB եւ Sudan Uprising եւ Let's Hajay հետ։ So փախտավոր ենք, որ այսինքն տեղացի կամ տարբեր կազմակերպություններ մեզի կօգնեն։ Եվ ինչպես եք պատկերացնում արդեն հետագա ընթացքը այս նախագծի, այսինքն ինչքան երկար եք շարունակելու այն։ Պաշտոնական ասկա 2 տարվա նախագիծը, այսինքն մինչև մյուս տարվա վերջը, բայց գարձեմ աստիկա այդ ձևի նախագիծը որ չպիտի վերջանա, պիտի մի շարունակվի, այսինքն ես հիմա եղած եմ սուդանահայ անձը կամ սուդանահայ պատմապանը եւ ինչ որ եմ կյանքիս մեջ ասիկա պիտի մնա ինձ հետ, բայց գարձեմ դիգա լավ բան է եւ պատմությունը, այսինքն պատմություն ուսանելը չի վերջանար, այսինքն միշտ նոր բաներ կգտնանք եւ մենք գնայինք մեր պատմությունը տարբեր նայվածքով, այսինքն նույնիսկ հայկական պատմությունը Հայաստանի մեջ, այսինքն նոր բանը կգտնանք եւ հետո մենք կվերաթարնենք ինչպես որ մենք կհասկանանք մեր հայկական պատմությունը եւ տարբեր ձևով գտնայինք։ Եվ ինձ համար կարծեմ հայկական պատմությունը ամենակարևոր բանն է։ Մենք հայերս շատ հարուստ պատմություն ունենք, թարերու պատմություն ունենք եւ ամեն պատասխանները որ մենք ունենք, որ մենք պետք ունենք մեր կյանքերու մեջ կամ այսինքն մեր քաղաքական կյանքի մեջ, մեր պատմության մեջ արդեն կա։ Եվ թող միայն ասուդանահայ նախագիծը մեկ բզդիկ մաս մը կազմի ատոր եւ ես ուրախ կլինեմ։ Եվ հնարավոր է շարունակեք անդրադառնաք նաև այլ համայնքների։ Հիմա քանի անց ասիկա ասած են ինձ, այսինքն առաջարկած են որ ես շարունակեմ։ Հիմա եթե մեկ մգուզե ինձ հովանավորել, ես շատ կսիրեմ ասեվի կորձեր, բայց նույն ժամանակին իմ հույսս ադիգա է որ մարդիկ դեսնան այս նախագիծը եւ անոնքալ մտածեն թե ես կարող եմ ասեվի բանել իմ համայնքիս մասին։ Մենք փախտավոր ենք որ այս տարին, այսինքն 2025-ին տեխնոլոգին այդ դեղը հասած է որ եթե գուզես մեկում ռեկորդ անել միայն տելեֆոն պետք ունիս, եթե գուզես նկարներ թվայնացնել միայն տելեֆոն պետք ունիս, այսինքն եւ կարող ես Zoom-ով խոսել տարբեր մարդոց հետ, այսինքն իմ հույսս է որ ոչ թե որ ես պիտի երթամ ուսումնասիրեմ այլ քաղաքներ աշխարհի 4 կողմը, բայց որ ուրիշ երիտասարդներ տեսնան ասեվի բանը եւ սկսեն իրենց ընտանիքներու պատմությունը նայել կամ իրենց համայնքի պատմությունը նայել։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ ես զրուցում էի պատմաբան Վահե Պողոսյանի հետ։ Այսօր այսքանը, հաջողություն։